Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այս մասին Քոչարյանն այսօր ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Անդրադառնալով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, նա նշեց, դրանք ցույց տվեցին, որ ինքն ինչ-որ չափով ունի ազդեցություն մի զանգվածի վրա եւ կա կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք 2021 թվականին ես չմասնակցեի ընտրություններին, աչքի առաջ ունենք 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունները, հիշեք, թե ինչ արդյունքներ են եղել, ավելի լավ խորհրդարան ունեինք, թե ավելի վատ, բավարար է իմ մասնակցության ձայները, ոչ բավարար չէ, կուզենայինք, որ այլ ուժեր լինեին, որոնց հետ մեր համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության, այո, կցանկանանք, որի մասին շատ պարզ ու հասկանալի ձևով արտահայտվում ենք, ընդգծեց նա։ Քոչարյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե Հայաստանի Հանրապետության նախկին նախագահները չպետք է մասնակցեն քաղաքական պրոցեսներին, ըստ նրա, եթե կոնկրետ քաղաքական ուժ մտնում է ընտրապայքարի մեջ, ապա այն գլխավորում են տվյալ ուժի առաջնորդները, ՀԱԿ-ի դեպքում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ-ի դեպքում Սերժ Սարգսյանը եւ այլն։ Ինչ վերաբերում է իր թիմին, Քոչարյանն ասաց, պարտադիր չէ, որ այն ինքը գլխավորի։ Եթե մեր թիմի մեջ հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքային հարց չէ, այլ քաղաքական դաշտի հանրային կարծիքի հետազոտման հարց է, նշել է նա։ Երկրորդ նախագահը կարծում է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով Հայաստանը ոչինչ չի ստացել, ի տարբերություն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի։ Ըստ Քոչարյանի, ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանում փաստացի վերահսկողության հնարավորություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստացել է Նոբելյան մրցանակի ներկայացման հնարավորություն։ Իսկ ինչ է ստացել Ադրբեջանը։ Ըստ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի, նա ստացել է միջանցքի հնարավորություն Հայաստանի Հանրապետության տարածքով Մինսկի խմբի լուծարում 907-րդ բանաձևի չեղարկում։ Ինչ է ստացել Հայաստանը, այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, միշտեր 0, միայն պրոբլեմներ։ Ինչ է ստացել Փաշինյանը, ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Եզրակացությունն այն է, որ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում, այնտեղ կար սեղանաթոռ, նկար կար, դրոշ կար եւ Փաշինյան կար, հայտարարեց նա։ Քոչարյանի համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել փաստաթղթեր, քանի որ դա ընդամենը տեխնիկական հարց էր լինելու։ Եթե ամեն ինչ պայմանավորված էր, այդ ժամանակ ավելի լավ առիթ էր այն ստորագրելու, սա բովանդակային հարցեր է առաջացնում, ընդգծեց նա։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով որոշում դեռևս չունի։ Այս մասին պետական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հաջողություն մաղթեց բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշում են կայացրել։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը նշեց, իրենք այս պահին այլ գործով են զբաղված, նկատի ունենալով իմպիչմենտի գործընթացը։ Տեսնենք իրավիճակից առաջ չեմ ուզում եզրակացություններ անել, ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին, ասաց նա։ Սարգսյանը հավելեց, որ իմպիչմենտի գործընթացն իրենք չեն նախաձեռնել, բայց պաշտպանել են այն եւ նաեւ թեկնածու են առաջադրել։ Անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դատավճրին, Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ անհեթեթություն է խոսքի համար մարդուն բանտ նստեցնելը։ Այսինքն Միքայել Սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որ ռազմական հեղաշրջում լինի։ Մարդ է, խոսք է ասել է։ Այդ ասեցնելու համար, որ նստեցնելը լավ է, մեր իշխանության օրոք ինքը Փաշինյանը 140 անգամ կարող էր նստել, ասել է Սարգսյանը, հավելելով, որ վերջին 7 տարիների ընթացքում Միքայել Սրբազանին հանդիպելու հնարավորություն չի ունեցել։ Արձագանքելով նախկին նախագահների հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նրանց բանավեճի է հրավիրել։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում հակիրճ գրառում է արել. «Դուք եռյակով են ասեք, բանավեճի գալու եք, թե ոչ»։ Այնուհետև Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում կրկին անդրադարձել է բանավեճի թեմային։ Պատկերացնում եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղ հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած 3 նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի։ Ընդ որում, այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավեճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդկանց խոսածածի 99.9%-ը բանավեճը ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև իրենց խոսածածի 99.9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, fake է,
Եվ դա շատ հեշտությամբ ցույց կտամ։ Իդեպ խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բանավեճի չեք գալու ընտրությունների, էլի փախնելու եք։ Այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կառավարության փոխանցման Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ներդրումը, ասված է հաղորդագրությունում։ Այսօր ավելի վաղ էլ հաղորդվեց, որ Ալիև-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ։ Զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով էլ Պուտինն ու Ալիևը այլ հարցեր ևս քննարկել են եւ դա շատ կարեւոր է։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո Փարաքարը նոր համայնքապետ ունի։ Այսօր կայացած ավականու նիստի արդյունքներով Միասնություն խմբակցության ներկայացուցիչ Օնիկ Ախվերդյանը միաձայն ընտրվեց Փարաքարի համայնքապետ։ Նրա օգտին կողմ քվեարկեցին Ապրելու երկիր խմբակցության ներկայացուցիչները, իսկ քաղաքացիական պայմանագիր ու Դավիթ Մինասյան խմբակցություններն ավականու արտահերթ նիստին չէին մասնակցում։ Ախվերդյանը մարտին կայացած ընտրություններում քվեաթերթիկում երկրորդն էր, սպանված Վալոդիա Գրիգորյանից հետո։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով այս պահին երկու քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որոնց կանցնեն խորհրդարան։ Սոցիոլոգիայով եւ այլն այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, շատ չեն զիջում ԿՊ-ին, բավական փոքր մարժայով են ԿՊ-ն դեռ առաջ։ Բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են։ Մեկը Հայաստան դաշինքն է, մեկը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը։ Կարապետյաններն օգոստոսին ազարարել էին մեր ձևով նոր շարժում սկսելու մասին, որն էլ ամիսներ հետո պետք է դառնա գալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող նոր քաղաքական ուժի հիմքը։ Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին Տաշիր գրուպ ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանն է շարժումը ղեկավարելու։ Սամվել Կարապետյանն, ինչպես նշել է Նարեկ Կարապետյանը, այդ ուժի գաղափարական առաջնորդն է։ Քոչարյանը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի վրա ընտրվելը ձգտում է զրոյի։ Թե ինչ ձևաչափով է Հայաստան դաշինքը մասնակցելու 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին, նա ասաց այդ մասին քննարկում չի եղել, որոշումը կլինի հունվար-փետրվար ամիսներին։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է Civilnet-ի հետ զրույցում, չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն Հայրենիք կուսակցության առաջադրած թեկնածուին բանաստեղծ հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա, այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։ Քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, որին այսօր ես տեսնում եմ, Վանեցյան Արթուրն է եւ պատրաստ եմ իրեն օգնել, որ կայանա որպես քաղաքական գործիչ, ասել է Բաբայանը։ Ավելի ուշ Հայրենիք կուսակցությունը հայտարարություն է տարածել, շնորհակալություն հայտնելով, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում, իսկ մյուս կողմից շեշտելով, որ համապետական ընտրություններին քաղաքական ուժը մասնակցելու է առանձին։ Այսօր հոկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 13:50-ի սահմաններում Եղեգնավան Այգավան գյուղամիջյան ճանապարհին Volkswagen Magnici ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել եւ գլխի վայր հայտնվել ջրատարի մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողի Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 20:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արայեն իր վարած Mercedes Magnici ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։ Ձին տեղում սատկել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակ բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։